2 օր առաջ Տիգրան Ավինյանը առաջարկել է նոր լուծում, քանի որ քաղաքը շատ ծանրաբեռնված է, ուզում են ավտոկայանատեղիներ սարքեն քաղաքի մուտքերի մոտ, որպեսզի մարզերի բնակիչները, որոնք որ Երևանում են աշխատում, մեքենաները թողնեն եւ տրանսպորտով շարժվեն քաղաքում։ Ինչպես եք մտածում, դա լուծում է արդյոք։ Պետք է արվեր։ Դա ինչ ասելու բան է։ Հիմա ես 3 ժամ տևում եմ, մինչև հասնում եմ 3-րդ մաս։ Կարծում եք դա կլուծի խցանումների խնդիրը։ Ես չգիտեմ, թող իրենք որոշեն, եթե դա կլուծի, ուրեմն թող որոշեն, բայց սա անտանելի է, ահավոր է, սարսափելի է։ Շատ բաներ կա, որ արված է, բայց սա փակում է ամբողջ այդ լավ արվածները։ Նախ ամեն անձի համար դա կոմֆորտ չի լինի։ Ուրիշ բան է, եթե ուրիշ բան մտածեն թեթևացնեն երթևեկությունը, այդ ոնց կարա լինի, մարդը գա, մեքենան կանգնացնի, բայց այդ քաղաք մտնող ճանապարհի այդ հատվածը ինչ կլինի, պատկերացեք այդքան մեքենա, որ այդտեղ հավաքվի։ Չգիտեմ, պետքա ուրիշ լուծումներ գտնեն, դա ըստ իս ճիշտ վարկած չի։ Իսկ չեք կարծում, որ դա խտրականություն է դնում երևանցիների եւ Իհարկե, դա էլ կա։ Իհարկե, դա էլ կա։ Իսկ տրանսպորտը մեր պատրաստ է այդպիսի Ոչ, պատրաստ չէ։ Ավինյանը ուզում է եւ այլը տեղը թողանի, ավելի լավ, որտեւ կանգնելու տեղ չկա, միևնույն է, մեր քաղաքը պետք է վերակառուցվի մի հատ ուրիշ ձևից, ասենք ունենա ոնց որ արտասահմանյան մյուս երկրներում վերակառուց ճանապարհներ, օդային ճանապարհներ, այս ժամանակ քաղաքը արդեն կթեթևանա, ցավը տանեմ։ Իսկ այս պայմաններում ոչ մի բան հնարավոր չի։ Ոնց կանցել մնալու է։ Իսկ ինքը դրանով ինչ է ուզում ասի, նա բան չի հասկանում դրանից։ Դա անհեթեթություն է։ Նրանք բարես բուն իմաստով օդ են կրակում։ Ժողովրդի դիտակցական մակարդակի վրա ազդեցություն են թողում, որպես իրենց հավատան, որ իրան գիտեք ինչ ժողովրդի մասին։ Ոչ, սա չի փրկելու մեր Երևանի բեռնաթափումը մեքենաներից, որովհետև ամսեկան ասեն, որ երևի 1000-ից ավել մեքենաներ են ներկրում մեր քաղաք։ Սա անհեթեթություն է, ինչ էլ ուզում են ասեն։ Այս շենքերը չպետք է թույլ տան քաղաքում սարքվել։ Եթե ուզում էին շենք սարքել, ոնց որ Դավթաշենը սարքեցին, Էրեբունի մասիվը սարքեցին։ Նո Սովետ միության ժամանակ Բանգլադեշը սարքին, չնայած նա Երևանի կույրաղիք էինք անվանում։ Երևանից դուրս պետք է բեռնաթափի, շենքերը պիտի լինեն Երևանից դուրս, ավանում են հիմա են Ծարավաղբյուրի փողոցից աջ կողմը, որ կանգնում ես աջ կողմը, Հարսնակարի հետևը նորից շենքեր են սարքում, դա չի թույլատրվում, աղջիկ ջան։ Դե պատկերացրեք, այնտեղից որ գան այդքան շենքերի բնակիչները, ինչ է լինելու քաղաք։ Նա էլ հո Երևանի սահմանից դուրս չի, ճիշտ է, ռադիոկայմից են կոնվերսնենք, նա է ասենք, դուրս, բայց դա ավանառինչն է, չէ, բայց ոնց է ինքը կարգավորելու դա։ Չէ, չի լինի, ուրիշ մեթոդներ պետք է ձեռնարկել, դա հնարավոր չի այդպես։ Իսկ ինչ է կարծում, մեր տրանսպորտը պատրաստ է, եթե այդ նախագիծը իրականացնեն, տրանսպորտը պատրաստ է արդյոք այդքան։ Այսօրվա պահով մեր տրանսպորտը ոչ մի բանի պատրաստ չի։ Մեր քարտերը ես ասենք խոսքի բան եմ անում, որպեսզի անցնեմ, ինքը ձայնը չի անում էլի, դռում է, բայց այնիշ գումարը տանում է։ Ու դրա հետ մեկտեղ 2 անգամ եմ անում, 2 անգամ է գումարը տանում, ու դրա հետ մեկտեղ էլ վարորդից նկատողություն եմ ստանում։ Բայց ինչու՞ չէ, շատ լավ միջոց է, եթե գան, այդտեղից հետո ներս մտնեն Երևան, ավելի հեշտ կլինի։ Չեմ կարծում։ Ինչու՞։ Չգիտեմ։ Կարող են ուրիշ արդյունավետ ծրագիրներ լինել։ Ինձ թվում է կամուրջներ կառուցեն։ Ուր է երթևեկություն, որ պետք է որ օգնի, որովհետև մենք բոլորս էլ տեսնում ենք ինչ է կատարվում քաղաքը, մի փոքր քաղաք ու 3 անգամ ավել մեքենաներ։ Հնարավոր չի էլի արդեն, իրոքից հնարավոր չի։ Սենց որ թողեն նույնը անընդհատ մեքենաները աճում է, շատանում է, մի օր էլ դուրս ենք գալու չկարողանանք ընդհանրապես հայացից դուրս գանք։